հիվանդ էի 2-3 օր առաջ ջերմում էի գնացել ու մեր շենքին մոտ Կոմիտասի տարածքում գտնվող մարդիկ ովքեր գիտեն իմ հասցեն ինձ գրում են ասում են կլինի ձեր բակ բերենք ասեցի օքեյ մի կին գրեց կլինի ձեր բակ բերենք հարևաններով են գնումները կատարել բերեցին տոպրակը բացեցի հիմա նորից ուզվելու եմ աստղ Գալեյան ամեն անգամ ես բացում եմ մեջը ծրար բացում եմ գրած աստղի կողմից Գալեյան ու դու հասկանում ես որ ինքը հերոսացին մայր լինելով ուրիշ հերոսի երեխու համար բան առ է ուղարկե ու չկա էլի իր լեվելը ուրիշ է աստղի հասկանում ես դու հասկանում ես որ ինքը այդ ցավը այն որ իր ամուսինը հիմա իր կողքին չի ես չգիտեմ ինքը դա ոնց է հաղթարում Միջարոտ խաղ բանտարկել է պետք է ասենք էլի որ այո Գարիկ Գալեյանը որի անունը մենք ընթերցեցինք քիչ առաջ Գարիկ Գալեյանը խաղ բանտարկել է ու սա իմ անձնական ամոթն է Ինչի է իմ անձնական ամոթը ես դրանում մեղք չունեմ որ ինքը խաղ բանտարկել է բայց իմ անձնական ամոթն է նրանում որ ես չեմ կարողանում ոչինչ փոխել ես կյանքում այդ չլինելու համար ես չեմ կարողանում այնպես չանել որ սրբազանների կողքին Արամ որը նստում ամեն անգամ չնստի այդտեղ որովհետև ինքը զոհված հերոսի պապա է ինքը պիտի ուղակի մեծարման արժանանա խոնարհման ասենք մերսի որ տես տղա այո որ տես տղա ես ունեցել որ տես տղա ես մեր երկրին տվել որ իր արյունով այսօր իմ երեխեքը կանգնած են այս հողի ես բառեր չեմ գտնում իրանց այն մարդկանց ովքեր որ ռեալ այդքանից հետո չգժվելով կանգնած են սենց հստակ ու գիտեն իրենց հայրենիքի արժեքը այդ իմ համար աստղը ֆենոմեն ամենայն անկեղծ բացիկը բացել եմ արցունքներս այս են դե պատկերացնում ես այն տանը ջերմության մեջ մեկ է բացիկը բացում գրած աստղը Գալեյան ասեմ լավ ու վստահ եմ էլի հաստատ միտքը իր մոտ առաջացել եթե նույնիսկ իր մոտ չի առաջացել առաջիններից ա եղել որ ասել է ես կմիանամ ու աստղը ինչ որ միլիոնատեր չի աստղը սովորական մերպես հասարակ աշխարհում նա հարուստ մարդն է Սիրտը հարուստ, հայրենիքը հարուստ, ինքը գիտի իր արժեքը հայրենիքի, այդ ամենակարևորը։ Աստղ ջան, գրկում եմ քեզ։ Մենք բոլորս տիկին գալենք, շատ շուտ գարիկը գա հասնի փոքրիկ մխիթարին, որովհետև մենք ձեզանից դեռ երկար տարիներ ներողություն ենք խնդրելու, ուղղակի այն օրերի համար, որ դուք հիմա անցնում եք։ Իրականում սարսափելի է այն ինչի միջով այդ ընտանիքը անցնում արդեն 5 տարի էլի բոլոր հնարավոր ու անհնար սարսափների միջով այդ ընտանիքը անցավ ու աստղը անձամբ իմ համար հա вообще զոհվածների մայրերը որոնք պայքարում են եւ չեն հանձնվում հետ քայլ չեն անում չեն հրաժարվում իրենք ինձ համար այսպես վարքագծային մոդել են էլի այո ամեն անգամ երբ որ ասենց ուզում ես չգիտեմ ընկճվում ես պահի տակ ուժերդ չի հերիքում դատարան չգնաս մեկ է տենում ես Ալիսան այնտեղ կանգնած է ասում ես լավ եթե Ալիսան գնացել է այնտեղ կանգնել է կներեն թողներեն ինձ բոլոր են մամաները որոնց անունները չեմ հիշում շատ են այնտեղ հերոսների մայրիկներ կան ու ես մեկ մտածում կհասցնեմ գնամ դատարան թե չէ ու եթե անգամ ուշացած գնում եմ իրենց տեսնում եմ ասում եմ այ հիմար դու ինչ էիր մտածում ոնց կարա դու քո ժամանակ ավելի գերագնահատեիր քան այն մարդիկ ովքեր որ տենց կորուստ ունեն այս կյանքում մենք իրականում ժողովուրդ հենց էտա ես ուզում եմ մենք հայերով անընդհատ հիշենք որ եթե մենք սա մոռանանք ինչի՞ եմ ես ամեն տարի անում չէ՞ այս բարեգործությունները կներես Անժան քեզ կտրեցի որովհետև ես ուզում եմ որ մենք անդադար այս հիշողության մեջ լինենք ոչ թե սքի մեջ լինենք այլ անդադար սա մեր համար լինի հիշողություն որովհետև եթե մենք սա բաց թողեցինք ուրեմն մենք կորցնելու ենք Արցախի պես մի հատ մեծ բան իմ համար մեր տղերքը, հերոս տղերքը, իրանք Արցախի նման ամուր մի հատ սենց բան են։ Եթե ես իրանց մոռացա, ես մոռանում եմ նաև Արցախը, մոռանում եմ նաև հայրենիքի իմ մասը։ Նշանակում է, որ դու հաջորդը կորցնելու ես, որտեղ տարբերակ չկա, եթե այդի չես գնահատում, բրծած է։ Ճիշտ ես ասում, իրանք այն ռոլ մոդել վիճակն են մեր համար, որպես կին, որպես մայր։